Հեթանոս հայերի համար Վահագնի հուր Աստծոծնունդը գլխավոր տոնն է, այն կենսական եռանդի արթնացման, բնության նորոգման խորհուրդն ունի։ Ասում են տաճարները պատահական վայրերում չեն կառուցվում, դրանք մեծ ձգողականությամբ են օժտված և տիեզերքի հետ կապ ունեն։ Գառնին միակ հեթանոսական տաճարն է, որ կանգուն է մինչ օրս։ Հենց այս վայրում տարեկան 3 անգամ հավաքվում են հայ արիները, նշելու Վահագնի ծնունդը, Նավասարդն ու Վարդավառի տոնը։ Երկներ երկիր, երկներ երկիր։ Մի քիչ հեքիաթային, մի քիչ ծիսական այս արարողությանը, որ պաշտամունք եւ տուրք ենք տալիս, դա այն վաղուց լրած, չերևացող, վախի, ամոթխացության, դարերի փոշու մեջ կորած այն գաղափարն է, որ մենք գալիս ենք Վահագն Աստծո պաշտամունքից, որ մեր մեջ մեռած չի, որտեղ գենը, կոդը, իմաստությունը չի կորում։ Վահագնի ծնունդը դա ազգային արտացոլանքն է, դա ազգի մտածելակերպն է, ոչ մի փիլիսոփայի ստեղծագործություն չի, դա ազգն է։ Ինքը պատկերացրել է դա այդ ամբողջ process-ը։ Երկներ երկիր, երկներ եւ ծոմ ծիրանի։ Հին արիացիները նաև իրենց արունն են բաց թողել, որպեսզի թարմանա։ Ձեռքը կտրելով եւ արունը բաց թողելով նրանք թարմացել են գառնան վերազարթոնքի հետ, քանի որ գիտեք արունը ինքնավերականգնման հնարավորություն ունի եւ թարմ արունով, կարծես թարմ բնության հետ, թարմ տիեզերքի հետ շփվել են։ Փառք Վահագնի։ Փառք Վահագնի։ Արիականությունը դա հայ տեսակի եւ ոչ միայն հայ, Արարատյան լեռնաշխարից, Արարչական լեռնաշխարից գնացած բնիկների մյուս սերունդների, որը կոչվում է հնդիրանական կամ հնդեվրոպական, այս ամբողջ ճյուղերը դրանք արիական ազգեր են։ Թե ինչ ասել է Վահագն, դա մեր Աստվածն է։ Մեր կենսափիլիսոփայությունից ապրելու, ուրեմն կերտվածքը պաշտպանելու մեր աշխարհայացքն է, մեր կողմնորոշումն է։ 8 անգամ հարձակվում է Դարե Հայաստանի վրա, 8 անգամ Վահագնը հաղթում է, պարտիզանական շարժումների շնորհիվ լեռնային պայմաններում հակագրոհ է կազմակերպում, իր խելացի մարտավարության շնորհիվ հաղթում է։ Հայկացին արև սերն է Վահագնի, հրավառ արև ուժն է Վահագնի, քանի արևը շողում է երկնում, արի մայրերը Վահագնով երկնում, արի են ծնում։ Եթե ինձ հարցնեն, ես կասեմ, որ իմ Հիսուս Քրիստոսը դա նժդեղն է, իմ կտակարանը դա Սասունցի Դավիթն է, որովհետև հայկական է, որովհետև Սասունցի Դավիթի բազուկը հազարամյակներից եկած մեր պապերի կերտած հոգևոր արժեքն է, եւ որ Հայկ Նահապետը մի նետով հսկա, խոշոր մի հարց է լուծում, դա այս ամենը գալիս է մեզ ապացուցելու, որ կեցվածք պիտի ունենալ։ Այս դեպքում հայեցի կեցվածք։ Հայը հանգիստ կարող է գնալ գառնի, փառաբաներ իր աստվածներին եւ գնալ եկեղեցի վառելմոմ իր նպատակների իրականացման համար, այսինքն այս 1700 տարին մեր պատմությունն է։ Մեր քրմապետի տնկած ծիրանի ծառն է, որը բավականին արդեն մեծ ծառ է։ Տեսեք, արդեն գնում են։ Ամեն տարի այդ ծիրանի ծառը որպես մեր հայկական տոնածառ զարդարում ենք։ Զարդարում ենք, այսինքն դրա վրա ինչ որ մի թել կամ չգիտեմ մի կտոր կամ չգիտեմ խաղալիք, ինչ որ մի բան կախում ես, որ քո ցանկությունը դրա մեջ իրականանա։ Ծիրանը կենաց ծառի պտուղն է, ինքը տիեզերական պտուղ է եւ հենց ծիրան նշանակում է ծիրից ծնված։ Ծիր կաթինը հենց ինքը մեր գալակտիկան է եւ այդ նույն խորհուրդն ունի։ Ինձ ցանկությունն է աշխարհի բոլոր լավ մարդկանց եւ արիներին հավերժություն ցանկանամ եւ մեր ազգին։ Բոլոր ծնողները առողջ լինեն։ Երկու տղաներս էլ հիմա բանակում ծառայում են։ Դրանից ավելի ցանկություն եք ուզում որ ես ասեմ։ Բոլոր մեր ռազմիկներին, Վահագնի փոքր եղբայրներին, Վահագն Աստծո բարի ծառայություն, պաշտպանեն իրենց հայրենիքը, զորանան